Ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքած փաստաթղթերին եւ վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության նիստով, որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, որ առաջ գնալով որպեսզի չդառնա ինչ-որ բան եմ անում, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Հետագայում արդեն, երբ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մեծի նկատի ունեմ այն գումարը, որը համարժեք է համապատասխան մասին, եւ ինչ որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ, այն դեպքում չէ, Արարատ թենիսի մասին չի։ Նախաքննական գաղտնիք չկա, չէ, որ թողնեք ասեմ, հարցը տվեք ասեմ, մի բան արեք։ Խոսքը վերաբերվում է մաստեր կլաս թենիսի տարածքի մասին, այդ բանի օրանժի դիմացը, մաստեր կլասը, որը կորտերի մաս։ Նո թենիսի կորտերը չի, այդ հատվածին է վերաբերվում ըստ էության, մենք մանրամասները կներկայացնենք նիստում, շարունակություն ուրեմն։ Թե հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում իր գումարներով այդ անձը կա, ռեալ Թենիս ֆեդերացիայի նախագահն է ժամանակ ինչ-որ մի պահից սկսած, երբ որ 2008 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում որոշակի ֆինանսական խնդիր է ունեցել եւ ինվեստորներ փնտրելու ժամանակ առաջարկ եղել է նաև Սեդրակին եւ Սեդրակ Քոչարյանը համապատասխանաբար մասնակցություն ունեցել է այդ գործընթացում։ Պասեք Վահե ջան, ավարտեմ, էլի, պասեք, միշտ տապեք։ Համապատասխանաբար այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, երբ որ մենք դիտարկենք ակնհայտորեն կեղծված թվերով, եթե հաղորդագրություն տարածել են կամ չէ, կասեն 12 միլիոն դրամով գնել են 1 միլիարդ, չգիտեմ ինչքան, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր կա, ներդրման ծրագրի արդյունքում պարտավորություններ ներդրողը տվյալ դեպքում Հարությունը Փամբուխչյան եւ համապատասխանաբար այստեղ որևէ հանցագործության հետ կապված հանգամանք չկա։ Լևոն Քոչարյանը կապ չունի։ Տարածք չի գնել, ներդրում է կատարել ընկերությունում։ Ընկերությունը ոնց որ կար, այսինքն դա խոսքը գնում է արդեն այն ժամանակա 2008-ի ապրիլի 9-ից հետոյի մասին է, հիմա ամսաթիվ ուղղակի ձեռից տվում։ Այդ տարածքը ոնց եղել է, սեփականաշնորհում այդ տարածքի մի մասի եղել է շատ ավելի ուշ, ասենք կարող է, էլի ամսաթիվը չգիտեմ, մեղադրանքի մեջ դրա մասով բան չկա։ Պետական սեփականությունը օտարվել է վարձակալի, ճիշտ եմ հասկանում։ Չէ, եղել է հող, որը վարձով տվել են, օտարվել է վարձակալի ձևակերպումը որևէ բան չի նշանակում։ Վահե ջան, մի վարքյան։ Կարակ ասեք, պատմեք, եթե ուզում եք, հետաքրքիր ուրեմն հողի վարձակալի օտարում ձևակերպում գոյություն չի կարող ունենալ։ Կամ վաճառում եմ, կամ վարձակալական հիմունքներով տալիս եմ։ Ասում եմ 2000 4-ին եղել է վարձակալություն, Սեդրակ Քոչարյանը ներդրում անելու պահին եղել է վարձակալություն, դրանից հետո ինչ-որ մի պահի, ինչի չունեմ այդ տվյալները, որովհետև առավոտյան եմ ստացել, մեղադրանքի մեջ դա չկա։ Այդ շատ ավելի ուշ հողի մի հատվածը սեփականաշնորհվել է, վճարվել է։ Դուք ուզում եք հարցի բերեք սենց անեմ, էլի, եկեք դուք պատասխանեք ձեր հարցերին, ես հետո գնամ ներս, էլի, ախր հարցը ավարտեմ։ Հայաստանի այս պահին հիմա ինչ կարգավիճակ ունի, չգիտեմ, մեղադրանքը կապ չունի, այն ժամանակ վարձակալության պայմանագիրը կնքվել է պետական գույքի կառավարման, ինչ էր կոչվում, վարչության եւ այդ ընկերության տնօրենի միջև, ում սեփականատերը եղել է Հարություն Փամբուխչյանը։ Մի վարքյան, բերեք սենց ուրիշ հարց տվեք, հետո եմ պատասխանելու եմ։ Մեզ հետաքրքիր էստեղ գիտեք ինչ, որ ինչի են հիմա այս գործը հիշել։ 2022 տարի դուք օրինակ ինձ եք հարցնում ինչի եք հիշել, ինչ են պահին հիշեցին։ Այդ հիմա այդ հարցը ես բարձրաձայնելու եմ ինչի են այս պահին հիշել, որովհետև իրանք կպատմեն դե ուսումնասիրեցինք, եկանք նոր գտանք, ես դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ եւ բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում, մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով հնարավոր բոլոր տարբերակներով վաղեմության ժամկետները վաղուց անցել են։
են։ Այսինքն հիմա կներեք Վահին է խոսք տվել։ Սեկտը փակելուց հետո ոնց որ post factum է դատախազության գործը ստեղծել, կարել, Նայեք, հետեւյալ նախնդիրը քրեական մեղադրանք չէր կարող առաջադրվել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, ինչպես նկատում եք, չկար, որովհետեւ նոր են բարձրանում այդ համաձայնությունը ստանալու գործընթացին, համապատասխանաբար առանց դրա սեկտը չէր կարող փակվել։ Մի վարքյան, հիմա սեկտը փակելու գործընթացի հետ կապված հիմա որոշակի գործընթաց ենք նախաձեռնել, հարցումներ ենք արել, պարզաբանումներ ենք պահանջել, դա որ կլինի ամբողջական կտեղեկացնեմ։ Մի հարցի էլ պատասխանում եմ ու գնամ։ Մեկ վարքյան, Պարոն Օրբելյան, Գագիկ Ծառուկյանի դեպքում էլ այդպես եղավ, հետո ասեցին, որ դա շուտ էր հարուցվել։ Ստացվում է այս երկու դեպքերը նույն Նայեք, շուտ էր հարուցվելու մասին չի, այլ պետք է մեղադրանքը առաջադրվի։ Հիմա գործընկերները դուրս եկան, իրան հարցերը տվեք։ Ես հիմա ուզում առաջադրել, պարոն Օրբելյան։ դուրս գամ կպատասխանեմ։ Չէ, բայց